Այս մի քանի շաբաթ է արդեն անցել եմ եւ օգտվում եմ Claude-ից, ChatGPT-ից տեղափոխվել եմ Claude ու ապշեցուցիչ է այդ արդյունքը, թե ինչի եմ կարողանում հասնել ես Claude-ի միջոցով, թե քանի մասնագետ է այն փոխարինում ինձ համար։ Պատրաստում եմ կայքեր, ծրագրեր համակարգչի համար, extension-ներ Chrome-ի։ Այդ ամեն ինչը ուղղակի չեմ պատրաստում եմ հստակ նպատակներով, որպեսզի կարողանամ հստակ խնդիրներ լուծեմ իմ առօրյայում։ Շատ դժվար է նկարագրել հստակ ինչից կարելի է խոսալ, երբ որ խոսում ես Claude-ից, այդ գործիքին այսօր պետք է տիրապետեն բոլոր մասնագետները։ Ամենակարևորը բոլոր մասնագետները պետք է ունենան Claude-ի միջոցով ստեղծեն իրենց AI personal assistant-ը, օգնականը, որը կունենա իր ամբողջ background-ը, որ ունի իր ղեկավարը, այսինքն դուք, ու այդ assistant-ը պետք է ձեր background-ով կարողանա ձեզ full support անի ձեր բոլոր առաջադրանքներում։ Կարևորը այն է, որ դու կարողանաս ճիշտ կոնտեքստ տաս, որ ասենք առօրյայում օրինակ 3 ինչ որ բան էր եղել ու այսօր ինչ որ բան է լինում, այսինքն ինչ որ փոփոխություն է տեղի ունենում քո կյանքում, դա update անես Claude-ում ու այսինքն Claude-ը քոպես հավասար ոնց որ ապրի կարելի ասել քո օրը ու կարողանա լյուբոյ պայի քեզ օգնի յուրաքանչյուր գործողություն անել։ Ստեղ իհարկե կարելի է ասել, բա ոնց ես դու քո կրեատիվությունը պահպանելու, ոնց է ալնելու, որ քո ուղեղը շարունակի ակտիվ աշխատել, իրականում դա նույնպես կարա համարվի որոշակի խնդիր, բայց ոչ շատ լուրջ, որովհետև դրա դեմ էլ կարելի է լիքը բան անել։ Ոչ մեկ չի ասում, որ մենք չպետք է մտածենք ամեն ինչը պետք է անի Claude-ը, բայց եթե ինչ-որ մեկը սկսել է օգտագործել Claude, ինձ լրիվ կհասկանա, թե ինչի մասն է խոսքը ու թե ինչեր կարելի է անել այսօր այդ գործիքի հետ։